Հարգելի տիկին նախարար, հարգելի պատգամավորներ, պարոն քաղաքապետ, տարածքային զարգացման հիմնադրամի հարգելի տնօրեն, հարգելի տիկին տնօրեն, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, ուսուցիչներ, շնորհավորում եմ բոլորիս Հակոբ Քոջոյանի անվան դպրոցի նորամուտի առիթով։ Իհարկե, այս դպրոցը հերթականն է առաջին 300 դպրոց ծրագրի շարքում, բայց իհարկե ունի երկու կարևոր առանձնահատկություն։ Նախ ես չեմ հիշում, որ մինչև հիմա մենք անդրադարձած լինենք դպրոցի, որի շենքը պատմամշակութային հուշարձան է կամ առնվազն բաղադրիչ ունի այդպիսի, եւ երկրորդը մասնագիտացած արվեստի դպրոց, որը էլի կարևոր նորամուծություն է, եւ այսօր մենք տեսանք բոլորովին ուրիշ տրամաբանությամբ կառուցված կրթական process, որը իհարկե շատ էական է մեզ համար, այս ճանապարհին ոտք դնել, որովհետև ուզում եմ հիշեցնել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրում մենք ունենք հանրապետությունում 100 արվեստի, սպորտի, արվեստի ներառյալ երաժշտական դպրոցների կառուցման նախագիծ, եւ մենք նաեւ պետք է կողմնորոշվենք, թե այդ նախագիծը ինչ տրամաբանությամբ ենք իրականացնում, որովհետև նաև հիմա քննարկում եւ հնդածս քայլելով մտածում էինք Հակոբ Քոջոյանի անվան դպրոցը, որը Երևան քաղաքի կենտրոնում է, 500 աշակերտ ունի եւ 600 աշակերտի պոտենցիալ ունի, այդտեղ պետք է մտածել, թե արդյոք հանրապետության բոլոր մարզերում այս մոդելը հնարավոր է կիրառել, մեծ է հավանականությունը, որ ոչ, եւ որովհետեւ եւ գուցե թե այնտեղ արտադպրոցական տրամաբանությամբ արվեստի ուղղությունները մենք կզարգացնենք կամ բայց որտեղ տեսնենք, որ հնարավոր է նաև հենց միջնակարգ կրթության շրջանակում տեղավորել, դա իհարկե մենք իրականացնենք։ Ես նկատի ունեմ, այս վարժությունը մենք արագ պետք է անենք, այսինքն մինչև սեպտեմբեր մենք պետք է կողմնորոշված լինենք, թե ինչպես ենք աշխատում։ Երկրորդ բաղադրիչը, որի մասին ուզում եմ խոսել, կարևոր է, որ պատմամշակութային նշանակություն ունեցող շենքի ֆասադը վերականգնվել է ճշգրիտ եւ նաեւ սա այն դեպքերից է այս ընթացքում նաեւ տարածքային զարգացման հիմնադրամի տնօրենը այդ տեղեկությունը փոխանցեց, որ մեր նախատրամադրվածությունը եղել է հիմնանորոգումը, բայց հնդածս պարզվել է, որ դա հնարավոր չէ շենքի ֆիզիկական մաշվածության աստիճանով եւ իհարկե սա եւ վատ նորություններ մի կողմից, բայց գլոբալ հաշվով լավ նորություն, որովհետեւ իհարկե հիմնանորոգումը շատ ավելի արագ կտևել։ Մենք ոչ թե 5 տարի կկորցնեինք կամ չենք կորցնի, կամ 5 տարի կտևեր, այլ կտևեր, ասենք, ենթադրենք 1 մաքսիմում 2 տարի, բայց փոխարենը մենք չենք ստանա այն, ինչ որ էս ստացել ենք, եւ էլի իմ գոհունակությունն եմ ուզում արտահայտել, որ տեսեք, հնդածս հետ է մտածում, եւ հատկապես տղամարդկանց հատուկ է ավտոմեքենաների տրամաբանությամբ դատել ամեն ինչ, երբ որ մենք նայում ենք, ասենք, օրինակ Mercedes-ի առաջին թողարկումը, հետո երկրորդ, հետո երրորդ, հետո չորրորդ, հետո 5-րդ, սերունդ, մենք այդ զարգացումը տեսնում ենք եւ ինձ համար շատ կարեւոր է եւ էական է, որ ամեն անգամ, երբ որ մենք նոր դպրոց ենք գնում, մենք տեսնում ենք մի հատ նոր կոմպոնենտ։ Դա շատ կարեւոր բան է, որովհետեւ ոչինչ, որ մենք այս ճանապարհի վերջում կնայենք մեր կառուցած առաջի դպրոցներին եւ կասենք, այս ինչ ենք արել, բայց հենց դա է ճանապարհը եւ այդ ճանապարհով մենք պետք է գնանք եւ ես քաջալերում եմ դա, որ անդադ միտեղ մի նոր բաղադրիչ, մի նոր կոմպոնենտ, մի նոր դետալ, բայց այդ շատ կարեւոր է, որպեսզի մենք իսկապես դպրոցաշինությունը որպես այդպեսին Հայաստանի Հանրապետությունում զարգացնենք, որտեղ շինարարություն, բայց ինքն էլ շերտեր ունի եւ դպրոցաշինությունն ու մանկապարտեզաշինությունը դրանք առանձնահատուկ ուղղություններ են։ Իհարկե երրորդ բաղադրիչն այն է, որ Երևանում մենք բարեբախտաբար ոչ բոլոր տեղերում, բայց շատ հաճախ տեղավորվելու խնդիր ունենք, որովհետեւ դպրոցի հողատարածքը բավարար չէ մեր պատկերացումը 100%-ով իրականացնելու համար, իսկ միջավայրում արդեն համայնքային կամ պետական նշանակության հողեր չկան, որպեսզի մենք կարողանանք ներգրավել։ Իհարկե նաև հնդածս որոշակի լուծումներ արդեն նշмарեցինք, որովհետև բարեբախտաբար եւ էլի պետքա ընդգծեմ իմ տպավորվածությունը, որովհետև նախընթաց շրջանում առիթ չի ունեցել ճամփորդել Երևանի բակերով եւ տեսնում եմ, թե Երևանի քաղաքապետարանը ինչ ահռելի աշխատանք է իրականացնում բացօթյա խաղահրապարակներ ունենալու եւ ընդհանրապես բակային հարմարավետություն ստեղծելու առումով
եւ մենք հնդածած մտածեցինք, որ այնտեղ որտեղ ունենք նման խնդիր եւ որտեղ մեր նախագծով դպրոցը պարտադիր պետք է ունենա բացօթյա խաղահրապարակային հատված, մտածեցինք, որ այն տեղերում, որտեղ խնդիր կա, ես հիշում եմ Շենգավիթ վարչական շրջանում մենք էլի մի տեղ դպրոց ունեինք, որ էլի հազիվ տեղավորվել էինք, եւ մենք նաեւ քաղաքապետարանի գործընկերների հետ կհամագործակցենք, որպեսզի մոտակա բակերը նման դպրոցների լինեն առաջնահերթություն, որպեսզի նաեւ ամառային սեզոնի ֆիզկուլտուրայի դասերին եւ ընդհանրապես դպրոցի համար նաեւ մոտակա բակերը օգտագործվեն։ Իհարկե, ելի ուզում եմ ընդգծել, որ գոնե վիզուալ առաջին հայացքից շինարարության որակի փոփոխությունը շատ էական է եւ կարեւոր եւ սա սկզբունքային հարց է։ Ես ուրախ եմ, իհարկե նախորդ կառավարության նիստում ես ասացի, որ պետքա բոլոր բացված դպրոցները գնամ։ Փոխվարչապետը ասեց, որ շատ ասի, ոչինչ, դուք մնացեք աշխատեք, ես կգնամ եւ բոլոր դպրոցները սեփական աչքով պետքա տեսնեմ, որովհետեւ սա նաեւ սովորելու ճանապարհ է եւ անպայման այս ճանապարհը մենք պետք է անցնենք։ Կրթության արվեստի ուղղությունը շատ էական է մեզ համար։ Եթե նկատել եք Հայաստանում շատ է պատահում արվեստի ամենատարբեր գործերի շուրջ մեծ բանավեճեր, կռիվ, այսինքն բանավեճ չէ, վիճաբանություն, դա նրանից է, որ մեր իրականության մեջ ձևի եւ բովանդակության հարցերը լուծված չեն եւ հասցեագրված չեն, որովհետեւ ցանկացած ձև, որ մենք դնենք մարդկանց աչքի առաջ, դա բռնկելու է մի հատ մեծ բովանդակ։ Ես չեմ հիշում վերջին տարիներին մի ձև, որը չի բերել վիճաբանության, ոչ թե բանավեճի, այլ վիճաբանության։ Դա նրանից է, որ մեր իրականության մեջ ձևի եւ բովանդակության հարցերը հասցեագրված չեն եւ նաեւ շատ ուրախ եմ արձանագրել, որ մենք դեռ տարիներ առաջ, 2 գոնե տարի առաջ սկսել ենք անդրադառնալ այդ հարցին, անդրադառնալով թե իսկ ինչպիսին պետք է լինի իրական Հայաստանի գեղագիտությունը, որովհետեւ մենք այստեղ էլ որ կոնֆլիկտներ ենք ունենում, որովհետեւ պետության քաղաքական ռազմավարությունները ոչ միայն երբեմն չեն արտահայտվում արվեստի մեջ, ձևերի մեջ, այլև շատ հաճախ որևէ կապ չունեն պետության եւ իրականության հետ, եւ սա նույնպես խնդրեմ է, որի մասին մենք պետք է մտածենք, բայց այստեղ էլ մենք պետք է հասկանանք, որ մեզ պետք է ժամանակ, մեզ պետք է համբերություն, մեզ պետք է ոչ թե վիճաբանություն, այլ բանավեճ այդ բոլոր հարցերը հասցեագրելու համար։ Հաջորդը, որի մասին ուզում եմ խոսել, այն է, որ մեծ ուրախությամբ իմացա, որ դպրոցի ուսուցիչների մի շատ մեծ մասը անցել է կամավոր ատեստավորում եւ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այդ փորձառությունը անցած ուսուցիչներին։ Ես հասկանում եմ, որ դա հեշտ չի։ Ես հասկանում եմ, որ դա որոշակի խնդիրներ է հոգեբանական, հարմարավետության եւ այլն, բայց սա ճանապարհ է, որով մենք պետք է անցնենք։ Ես նաեւ այս անհարմարավետությունը նկատի ունենալով, ես ինքս էլ այսօր մենք կառավարությունում իմիջիալոց այդ չափորոշի չդրել ենք, կատարողականի գնահատման համակարգում մենք հատուկ կարգ ենք սահմանել, որ պետական պաշտոնյաները վարչապետից սկսած մինչև բոլոր մակարդակի պաշտոնյաները պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա եւ ես այդ փորձառությամբ անցել եմ իմիջիալոց առաջիկայում պատրաստվում եմ նոր դասընթացների մասնակցել եւ դա բացարձակապես ձև չի իհարկե ձև էլ կա ես ուզում եմ ցույց տալ սեփական օրինակով բայց դա ես նաեւ առերեսվում եմ որ ես դրա կարիքը ունեմ որովհետեւ այն մարդը որ ասում է որ ինքը դրա կարիքը չունի այդտեղ խնդիր կա որովհետեւ առիթ ունեցել եմ ասելու չկա որևէ մեկը որ գիտի ամեն ինչ հետեւաբար եթե չկա որևէ մեկը որ գիտի ամեն ինչ եթե ոչ մեկ չգիտի ամեն ինչ նշանակում է յուրաքանչյուր ոք ինչ որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի եւ մենք պետքա սա դարձնենք կենսակերպ ապրելակերպ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար որովհետեւ դա է պետության զարգացման գրավականը եւ իմիջիալոց այս միջավայրը մենք այսպեսին պատկերացնում ենք հենց դրա համար որովհետեւ միջավայրը շատ էական է ինչի է ինքը մեզ տրամադրում որովհետեւ խարխուլ միջավայրում երբեմն էլի ձևի եւ բովանդակության խզում կա
Եվ այս ձևը պետք է լցվի այս բովանդակությամբ եւ դա շատ կարեւոր է։ Եվ ի վերջո ելի ուզում եմ ամփոփել նրանով, ինչի մասին շատ հաճախ խոսում եմ, ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկային կտրոն թողարկող եւ հսկիչ դրամարկային կտրոն պահանջող բոլոր մարդկանցից, որովհետեւ մենք պետք է հասկանանք ինչպես է այս ամեն ինչը ստեղծվում։ Այս ամեն ինչը ստեղծվում է աշխատանքի, ձևավորված հարկերի, պետական եկամուտների հավաքագրման եւ պետական եկամուտների հասցեագրման միջոցով եւ ճանապարհով եւ իհարկե նաեւ ուզում եմ ասել, որ շատ տպավորված եմ, նախ տպավորված եմ արվեստի գործերով, որոնք արդեն ստեղծում են մեր դպրոցի շրջանավարտները, որովհետև այնտեղ գործեր կան, առնվազն իմ սուբյեկտիվ ոչ մասնագիտական կարծիքով, որ եթե ցուցադրվի եւ չասվի, որ դա աշակերտի կողմից է արվել, գուցե թե շատերը գլխի չընկնեն, որ աշակերտի աշխատանք չէ, տեղից է ծագում, որ այո, տարածքները պետք է օգտագործվեն, բայց իմ կարծիքով գործերից ոչ միայն նկարներից, այդ հետևությունը արեցի, որ մեր մտածողության բանաձևերը փոխվում են եւ դա շատ կարեւոր է։ Եվ մեր մտածողության բանաձևը փոփոխության առաջին արտահայտողները հենց նաեւ Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի այն շրջանավարտներն են լինելու, ովքեր դժբախտաբար կարողացան փաստորեն միայն հրաժեշտ տալ իրենց նորակառույց դպրոցին, բայց դա շատ սիմվոլիկ է, բայց իրենց հետևից թողնում են աշխատանքներ, գործեր, որոնք արտահայտում են այն, ինչ Հայաստանի Հանրապետությունը փորձել է պատկերել այս ֆիզիկական ենթակառուցվածքի միջոցով, այս դպրոցի միջոցով, այս գույների միջոցով եւ այս քաղաքաշինության եւ ճարտարապետության միջոցով։ Կրկին ուզում եմ շնորհավորել Հակոբ Կոջոյանի անվան դպրոցի տնօրենին, ուսուցիչներին, աշակերտներին, ովքեր դեռ նոր պիտի գան նաեւ նրանց, համոզված եմ, որ նաեւ այս իրադարձությունից հետո հոսքերը էականորեն կմեծանան եւ դա լավ է եւ մենք շատ գոհ ենք այն դեպքերից, երբ որ ավելի ու ավելի շատ դպրոցներ կառուցելու եւ մանկապարտեզներ կառուցելու անհրաժեշտությանն ենք առերեսվում եւ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այդ անհրաժեշտությունը միշտ հրատապ լինի Հայաստանի Հանրապետությունում, այսինքն պահանջված լինի եւ իհարկե այս տարվա վերջ մենք կփոփենք առաջին 300 դպրոցը, դպրոցի կառուցում, վերակառուցում, հիմնանորոգումը եւ կսկսենք երկրորդ 300 դպրոցի 100 կոմբինացված խաղահրապարակների եւ լողավազանների, 100 արվեստի կոտորակ երաժշտության եւ կերպարվեստ։ Ես մտածում եմ, որ ընդհանրապես այդ ուղղություններով մի ուղղություն կա, որը մենք սովորաբար այս մակարդակում մոռանում ենք, գրականությունը, որը նույնպես ինքը ուղղակի, այսինքն գրականությունը որպես արվեստի ուղղություն, որպես ստեղծագործական հարթակ, դրա մասին նախկինում էլ խոսել ենք, հիմա մենք պետք է մտածենք նաև դրա մասին, որպեսզի արվեստի բոլոր ուղղությունները մեր կրթության համակարգում ներգրավված լինեն։ Եվ իհարկե սպորտ դպրոցների շատ կարևոր նախագիծ ենք մենք իրականացնելու, նաև հաշվի առնելով, որ ընթացիկ քաղաքական process-ը հայտնի հանգամանքների բերումով ես անվանել եմ երեխաների հեղափոխություն, իհարկե երեխաների հետ կապված նախագծերը առաջիկա 5 տարում ունենալու են էականորեն ավելի մեծ տեսակարար կշիռ մեր ծրագրերում, չնայած նախորդող շրջանում չենք կարող ասել, թե դրանք որևէ կերպ ուշադրությունից դուրս են եղել։ Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցություն են ունեցել եւ մասնակցություն են ունենալու այս կարևոր նախագծի իրականացմանը։ Շնորհակալ եմ։